ֆաշիզմի եւ նացիզմի դեմ տարած հաղթանակը անուրանալի է եւ մարդկության պատմության մեծագույն իրադարձություններից է, եթե ոչ մեծագույնը, սակայն ես մի հարց ունեմ նախագծի հեղինակներին, պարոն Աբրահամյան, սովետական պատմագրությունը հայրենական մեծ պատերազմ է կոչում երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց 1 տարի 10 ամիս անց սկսված մեկ պատերազմ, որը ընդհանուր երկրորդ համաշխարհային պատերազմի մարտական, այսինքն պատերազմներից մեկն էր, մասնավորապես Սովետական Միության եւ Գերմանիայի միջև մղվող սովետական պատմագրությունը դա իր տեսանկյունից անվանում է հայրենական մեծ պատերազմ։ Ինչպես եք դուք գնահատում մինչև այդ պատերազմի սկսվելը, երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո եւ մինչև այդ պատերազմի սկսվելը Սովետական Միության եւ նացիստական Գերմանիայի միջև համագործակցությունը, մասնավորապես այդ համագործակցության շրջանակում Սովետական Միության կողմից եվրոպական 6 պետությունների վրա հարձակումը, մասնավորապես Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի եւ Ռումինիայի։ Բոլոր այս դեպքերում Սովետական Միությունը իր տեսանկյունից ունեցել է որոշակի հաջողություն, որոշակի տարածքներ է վերցրել Ֆինլանդիայից, ամբողջությամբ օկուպացրել է Էստոնիան, Լատվիան, Լիտվան, այն ժամանակվա Լեհաստանի կեսը, Ռումինիայի մի մեծ հատվածը, որը այսօր Մոլդովայի Հանրապետությունն է, ահա այս ամբողջ 1 տարի 10 ամիս տևած մարտական գործողությունները ինչպես մենք անվանենք, ինչպես դրանց վերաբերվենք, ճիշտ է արել, սխալ է արել, պետք չէր, ինչ կասեք։